Պարոն Մանուկյան, երեկ նաև Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Վեդու աղմկահարույց դեպքին եւ նշեց, որ դա բացահայտվել է իրավապահների կողմից, նաև ասաց, որ իրավապահ համակարգից լրագրողներին ինֆորմացիա տալու հետ կապված կա քրեական վարույթ եւ ասաց, որ աշխատակիցներ կազատվեն եւ ասաց, որ նաև ազատվել են։ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո երեկոյան հայտնի դարձավ, որ իսկապես կառույցից ազատվել են աշխատակիցներ, ոստիկան եւ նաև քննչական կոմիտեից կխնդրեմ դուք որպես այսպես ասած մամուլի մարդ ասեք ընդունված պրակտիկա է որ օրինակ իրավապահ համակարգից կարող են լրագրողներին տալ ինֆորմացիաներ եւ նաև ինչպես կգնահատեք Փաշինյանի այդ հայտարարությունը որ ինֆորմացիա տալու համար կա հարուցված քրեական գործ Վեդին մի քիչ շատ ավելի ծանր թեմա է եւ մի քանի շերտ է պարունակում Շերտ համար 1, որ բացահայտում է, որ մեր հասարակությունում ցավոք սրտի կան նման այլանդակություններ։ Եվ հասարակության խնդիրն է այդ քաղցկեղ, այդ խոցը մեր հասարակությունից վերացնել։ Երկրորդ շերտ։ Վեդու դեպքերը ցույց տվեցին, որ իրավապահ համակարգը միշտ չի որ ադեկվատ է, իրավապահ համակարգը ամբողջությամբ լծված է քաղաքական հետապնդումներին Եվ կեղծ շինծու մեղադրանքներով ինքը հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցների կարող է քրեական հետապնդման ենթարկել, բայց այնտեղ, որտեղ կա իրական քրեական, այն էլ այլանդակ քրեական դեպք, ամիսներով կարող է այդ հարցով որը մատը մատին չխփել։ Անցնող 2 օրերին ազգային ժողովում գլխավոր դատախազ, քննչական ծառայության պետ, քրտինքը ճակատներին փորձում էին հիմնավորել, որ քննչական գործողություններն արվել են, աշխատել են, արդարացնում էին իրենց ամբողջ համակարգը, մինչև երեկոյան հայտնի դարձավ մարզի դատախազ, ոստիկանության ռեգիոնալ վարչության պետ, քննչական ծառայության պետ, բաժնի պետեր, բոլորին շղկալով պաշտոններից ազատել են, որը խոսում է մի բանի մասին, որ նրանք թերացել են, իրոք թերացել են, կամ Նիկոլ Փաշինյանի կամակորությունն է, ես ավելի շատ Ենթադրում եմ, որ իրականում թերացել են, իրականում հանցավոր անփութություն են դրսևորել, բայց դրա համար նրանք երբեք իրենց շեֆերի կողմից պատասխանատվությանի չէին ենթարկվի, որտեղ ծառայող մարդիկ են եղել։ Երեք հայտնի դարձավ, որ քննչական ծառայության պետը Արմեն Աշոտյանի գործով, քաղաքական հետապնդման գործով եղել է քրեական գործ կարող է, այլ պարզապես Նիկոլ Փաշինյանը, ինչպես Պարբերաբար է լինում, անհավասարակշիռ կեցվածքով զոհեր է պահանջում։ Եվ ող անենականներին բոլորը, քննիչ, ոստիկան, դատախազ, բոլորը, իրենք բոլորը, նույն ազգային ժողովի ամբիոնից ասել եմ բոլոր այդ ծառայությունների ղեկավարներին։ Բոլորը Նիկոլ Փաշինյանի կամակորության հետևանքով, ինչպես ասել եմ ազգային ժողովի ամբիոնից, պրոպկի պես թռնելու են։ Բայց նաև այստեղ կա Փաշինյանական ինքնապաշտպանական են հոտառություն բնազդը հասկացա որ հասարակության մեջ էլեկտրականացված մթնոլորտ է որոշեց որ զոհաբերումներ պետք է անի Բայց դա ասես իրենց այսպես ասած անգործության հետևանքով էր թե լրագրողներին ինֆորմացիա տալու համար Գիտեք իրականում այն ամբողջ հետաքննական այսպես տաժանակիր գործը որ Սյուզիներ անում եւ շնորհակալություն փաստաբաններին եւ Լուսինեին Մարտիրոսյան եւ Վարդուհուն հասարակության իրենք շատ ավելի այսպես ասեմ հայտնի դարձած եւ տարիներ շարունակ մեր քաղաքական հետապնդման ենթարկվող հայրենակիցների շահերը պաշտպանել են շատ շատերի բայց Լուսինեն եւ Վարդուհին շատ ավելի այսպես որպես կին որպես մայր ավելի հայտնի դարձան 18-ամյա Դավիթ Մինասյանի ձերբակալման օրերին, երբ որ ուղղակի մորից ավելի մայր լինելով Դավիթի կողքին էին, ուղղակի տեղեկատվության արտահոս չեմ կարծում իրավապահների կողմից է։ Նիկոլ Փաշինյանը դրանց հեռացրեց, բոլորին պաշտոնազրկեց մեկ բանի համար։ Հասարակության մեջ էս էլեկտրականացված վիճակը մեղմելու համար։